Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի կամ նպաստի ստացման իրավունք ունեն մահացած անձի ընտանիքի հետևյալ անդամները՝ մինչև 18 տարեկան երեխաները, առկա ուսուցմամբ սովորող զավակները մինչև ուսումնառության ավարտը, բայց ոչ ավելի քան մինչև 26 տարեկան դառնալը։ Կերակրողի մահվան օրվա դրությամբ 63 տարին լրացած կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված ծնողներն ու ամուսինը, եթե նրանք չեն աշխատում, ամուսինը, խնամակալը կամ ընտանիքի այլ չափահաս անդամը, եթե վերջինս զբաղված է մինչև 14 տարեկան երեխայի խնամքով եւ չի աշխատում։ Հայաստանի փոխարժեքի շուկայում արձանագրված անկումը շուրջ 10 դրամով ամրապնդել է հայկական դրամը։ Դա հիմնականում պայմանավորված է դեպի Հայաստան մեծ ներհոսքով։ Խոսքը վերաբերում է մասնավորապես զբոսաշրջությանը, ինչպես նաև Կենտրոնական բանկը նկատել է, որ որոշ երկրներից բավականին մեծ ֆինանսական ներհոսք կա դեպի Հայաստան, թե ֆիզիկական անձանց, թե բիզնեսի կողմից։ 2026-ի ապրիլին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է 7.1% աճ։ Ի տարբերություն տնտեսական ակտիվության ընդհանուր աճի, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 13.8%-ով։ Այս անկումը հիմնականում պայմանավորված է արտահանման ծավալների կրճատմամբ։ Հայաստանում թե վարկերի, թե ավանջների մասով դոլարիզացիայի ցուցանիշն այսօր պատմական ամենացածր մակարդակի վրա է։ Այս մասին հայտարարել են Կենտրոնական բանկից։ Ավելի վաղ ազգային ժողովի կողմից ընդունվել էր մի նախագիծ, ըստ որի Հայաստանում բոլոր վարկերը պետք է լինեն բացառապես դրամով արտահայտված։ Միակ բացառությունը կազմում են հիփոթեքային այն վարկերը, որոնք ավելի վաղ են կնքվել։ Կենտրոնական բանկի տվյալներով այս վարկերի ծավալը քիչ է, սակայն նրանք կշարունակեն սպասարկվել ԱՄՆ դոլարով։ Այս տարվա առաջին եռամսյակում համաշխարհային առևտրի ծավալներն աճել են 3.5%-ով, նախորդ եռամսյակի համեմատ, չնայած մերձավոր արևելքում ընթացող ռազմական գործողություններին եւ Հորմուզի նեղուցի փակմանը։ Համաշխարհային առևտրի աճը մեծապես ապահովել է արհեստական բանականության ոլորտը։ Հաշվարկային հզորությունների եւ այլ ենթակառուցվածքների մեջ ներդրումների կտրուկ աճը հանգեցրել է սերվերների եւ կիսահաղորդչային արտադրանքի միջազգային մատակարարումների աճին, որոնք հիմնականում արտադրվում են Ասիայում։ Միջազգային վճարահաշվարկային համակարգերը Mastercard-ը եւ Visa-ն պետք է վերջնականապես դուրս գան ռուսական շուկայից, քանի որ դրանք այլևս չեն կատարում իրենց հիմնական գործառույթները։ Այս մասին հայտարարել են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկից։ Հիշեցնենք, 2022 թվականից ի վեր Ռուսաստանում թողարկված Visa եւ Mastercard քարտերը դադարել են գործել երկրի սահմաններից դուրս եւ միջազգային առցանց հարթակներում, իսկ Ռուսաստանի տարածքում դրանցով գործարքները սպասարկվում են ներքին ենթակառուցվածքի, ազգային վճարային քարտերի համակարգի միջոցով։ 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցել է 78633 մասնագետ։ Այս ցուցանիշը 49%-ով պակաս է 2016-ի համեմատ եւ հանդիսանում է նվազագույնը առնվազն 2000 թվականից ի վեր։ Նախորդ տարվա հուլիսի դրությամբ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների բյուջետային պակասուրդը կազմել է $2 միլիարդ։ Ֆինանսական միջոցների սահմանափակման պատճառով մի քանի առաքելությունների անձնակազմեր զգալիորեն կրճատվել են։ Կայանման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքներից ստացվող եկամուտները Թբիլիսիում աճել են 165%-ով։ Հունվար-ապրիլ ամիսներին բյուջե է մուտքագրվել 7.056.880 լարի։ 2022 թվականի աշնանից Վրաստանում վերանայվել են կայանման կանոնների խախտման տուգանքները։ Տուգանքի չափը 10 լարիից բարձրացվել է մինչև 50 լարի, ինչը զգալի ազդեցություն է ունեցել ընդհանուր մուտքերի աճի վրա։ Երկուշաբթի առավոտյան նավթային շուկայում կտրուկ գնանկում արձանագրվեց, ցույց տալով, թե որքան զգայուն են բորսաները մերձավոր արևելքից եկող ազդակների նկատմամբ։ Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները էժանացել են $5.94, հասնելով 1 բարելի դիմաց $97.6։ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև հնարավոր համաձայնության մասին լուրերը բավական էին, որպեսզի միջազգային բորսաներում նավթի գները ժամերի ընթացքում նահանջեն, սակայն փորձագիտական դաշտում լավատեսությունը չափավոր է։
Չնայած խաղաղ համաձայնագրի եւ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի հետ կապված բոլոր վերապահումներին եւ ռիսկերին, թունելի վերջում լույս է երևացել եւ դա կբերի նավթի գների որոշակի նահանջի կարճաժամկետ հեռանկարում։ Նավթի գնանկմանը զուգահեռ միջազգային շուկաներում թուլացել են նաև դոլարի դիրքերը։ Սովորաբար նավթի գների անկումը ամրապնդում է ամերիկյան արժույթը, սակայն այս անգամ գործում է այլ տրամաբանություն։ Աշխարհաքաղաքական լարվածության թուլացումը նվազեցնում է դոլարի որպես ապահով ակտիվի պահանջարկը։ Ներդրողները անցում են կատարում կանխիկ դոլարից, նախապատվությունը տալով ավելի ռիսկային գործիքներին։ Մենք նախկինում եւս հայտնվել ենք նման իրավիճակներում, սակայն բանակցությունները տապալվել են։ Շուկայի մասնակիցները կպահպանեն զգուշավորություն եւ չեն տրվի չափազանց լավատեսական տրամադրություններին։ Նույնիսկ եթե դիվանագիտական համաձայնագիրը ստորագրվի, մատակարարումների վերականգնումը ժամանակ է պահանջելու։ Տարածաշրջանում նավթագազային ենթակառուցվածքների վնասված լինելը թույլ չի տա արագ վերադառնալ նախապատերազմյան ծավալներին։ Ըստ վերլուծությունների առաջարկի եւ պահանջարկի իրական հավասարակշռումը հնարավոր է միայն 2027 թվականին։ Ավելին, մասնագետներն ահազանգում են, որ Ասիայից հետո նավթի պակասի վտանգը մոտենում է Եվրոպային եւ Միացյալ Նահանգներին։ Համաշխարհային պաշարների վերաբերյալ պաշտոնական տվյալները կարող են մոլորեցնող լինել, քանի որ հումքի զգալի մասը անհրաժեշտ է խողովակաշարերի անվտանգ աշխատանքի համար եւ անհասանելի է անհապաղ օգտագործման նպատակով։ Ասիան արդեն հասել է այդ մակարդակին։ Եվրոպային կպահանջվի մոտ 1 ամիս, իսկ ԱՄՆ-ում խնդիրները կարող են սկսվել հուլիսին։ Նավթի եւ դոլարի ընթացիկ գնանկումը փորձագետները գնահատում են որպես շուկայի էմոցիոնալ արձագանք, որի հետագա ընթացքը կախված կլինի Վաշինգտոնի եւ Թեհրանի վերջնական ձևակերպումներից։ Հայաստանում մեկնարկել է նոր բնապահպանական ծրագիր ուղղված Սևանի կողակի բնական պաշարների վերականգնմանը։ Ներկայում բուծվում է համապատասխան մանրաձուկը, որի աճեցման փուլի ավարտից հետո 2027 թվականին նախատեսվում է այն բաց թողնել Սևանա լիճ։ Սևանի կողակը հանդիսանում է լճի էնդեմիկ ձկնատեսակներից մեկը, որն ունի առանցքային նշանակություն ջրային ավազանի կենսաբանական հավասարակշռության պահպանման գործում։